Իրանի վրա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումը մերձավոր արևելքում աննախադեպ ճգնաժամ է առաջացրել։ Իրականում դա Իսլամական Հանրապետության մարտավարությունն է, որի խնդիրն այս պահին պարզապես գոյատևելն է։ Միացյալ Նահանգների ռազմական ծրագրերը քանդելու եւ հակամարտությանը դիմակայելու համար Իրանը պետք է դիմանա 5 շաբաթ նման եզրահանգում է արել ամերիկացի ռազմական վերլուծաբան ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հետախուզության պաշտոնաթող Սպաս Քոթրիթերը։ Իրանի հակամարտությունը արագ չի ավարտվի։ Դա ձգձգված հակամարտություն կլինի։ Իրանը պատրաստ է դրան եւ նրանք ծրագիր ունեն, իսկ ԱՄՆ-ում ոչ մի պլան չի դիմանում հակառակորդի հետ առաջին բախմանը։ Զինամթերքի սահմանափակ պաշարների պատճառով Միացյալ Նահանգները չեն կարողանա երկարաժամկետ ինտենսիվ մարտական գործողություններ իրականացնել։ ԱՄՆ-ն հույս ուներ, որ Իրանում պատերազմը կտևի մի քանի շաբաթ։ Այսպիսով, եթե մարտական գործողությունները շարունակվեն 5 շաբաթ, Վաշինգտոնը կսպառի զինամթերքը։ Նշանակում է Իրանին պետք է դիմանալ գոնե այդքան ժամանակ։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կտևի 4 շաբաթից պակաս, իսկ ավելի ուշ հայտարարել, որ ԱՄՆ-ն ունի զինամթերքի գործնականում անսահմանափակ պաշար Իրանի հետ պատերազմի ընթացքում օգտագործելու համար։ Իր հերթին ամերիկագետ Կոնստանտին Սուխովերխովը մատնանշում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը Իսլամական Հանրապետության դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողության վերջնական խնդիրը չէ։ Ի դեպ Daily Mail պարբերականի աղբյուրի համաձայն Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկներից հացը եւ սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են Այաթոլլահ Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին եւ իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչն էլ հանգեցրել էր Խամենեիի սպանությանը։ Իսկ արևելագետ Իվան Բոչարովի կարծիքով Իրանը մտադիր է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ հակամարտությունը դարձնել ձգձգվող եւ այն մշտական գործոն դարձնել մերձավոր արևելքում։ Իսրայելն ու ԱՄՆ-ն խաղադրույք են կատարում արագ հարվածի եւ ներքին կոլապսի վրա, Իրանը ձգձգվող հակամարտության։ Իրանը ցանկանում է հնարավորինս շատ երկրներ ներգրավել դիմակայության մեջ եւ հենց այդ պատճառով էլ պատրաստ է հարվածներ հասցնել արաբական երկրներին։ Տրամաբանությունը պարզ է, եթե մեզ ոչնչացնեն, ապա ամբողջ մերձավոր արևելքը նույն ճակատագրին կարժանանա։ Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունները միակ ելքը համարում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի դիմադրությունը, չնայած հասկանում են, որ երկարաժամկետ հակամարտությունը նրանց նույնպես մեծ ծախսեր կբերի, սակայն ցանկացած պայմանավորվածություն այս փուլում նրանք համարում են միայն առճակատման դադար։ Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Պիլկոն վերլուծում է ընթացիկ իրավիճակը եւ դիտարկում մերձավոր արևելքում ռազմական գործողությունների ավարտի 3 հնարավոր սցենար։ Իրանում զանգվածային անկարգությունների եւ կառավարության դեմ ապստամբության վրա ամերիկյան խաղադրույքը դեռևս չի աշխատել։ Արտաքին ագրեսիայի ֆոնին իրանական հասարակության կոնսոլիդացիա է նկատվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար օպտիմալ սցենարը կլինի Իրանի կապիտուլյացիան առանցքային ուղղություններով, միջուկային եւ հրթիռային ծրագրերից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ գործարքի դիմաց, սակայն առայժմ իրադարձությունների նման զարգացման նախադրյալներ չկան։ Փորձագետը դիտարկում է նաեւ այն սցենարը, որը ենթադրում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև ռազմական գործողությունների ավարտ եւ որպես հետևանք Իրանի ռազմական ներուժի զգալի կրճատում։ Վերլուծաբանը կարծում է, որ Թեհրանն էլ կարող է իրեն հաղթող հայտարարել եւ արդյունքում կստացվի ոչ ոքի, ինչպես նախորդ տարվա հունիսին։ Երրորդ տարբերակը պատերազմի ձգձգումն է եւ այն մի կողմից Չինաստանի եւ Ռուսաստանի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջև պրոքսի կոնֆլիկտի վերածելը։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները տվյալ դեպքում դժվար է ենթադրել։ Հավանական է, որ այդ պատերազմը կարող է վերաճել շատ ավելի մասշտաբային բանի, քան տեղի է ունենում Ուկրաինայում եւ որոշ հանգամանքների համակցությամբ հանգեցնել միջուկային զենքի կիրառմանը։ Այսօր, երբ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանին, որն ի դեպ այս պահին շատ ավելի փաստացի լիազորությունների է տիրապետում, հայտարարում էր, որ Իրանը պատրաստվել է երկարատև պատերազմի, դա քարոզչական հրետորաբանություն չէ, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Իրանը խորությամբ ճանաչող ցանկացած մասնագետ գիտե, որ այս երկրի վրա հարձակման դեպքում պաշտպանության նպատակով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սկսում է գործել, այսպես կոչված մոզաիկական պաշտպանության հստակ մշակված հայեցակարգով։ Այն ենթադրում է հակառակորդի դեմ ապակենտրոնացված անզուգաչափ եւ ցանցային հյուծիչ պատերազմ արտաքին հարձակման դեպքում։ Ըստ այդմ Իրանի եւ դրա սահմաններից դուրս մերձակա տարածքը պայմանականորեն բաժանվում է բազմաթիվ ինքնուրույն պաշտպանական միավորների, ինչպես մոզաիկայի մասերն են։ Եթե կենտրոնական հրամանատարությունը զոհվում է, ավելի ցածր օղակների տեղային հրամանատարները հաջորդաբար շարունակում են գործել ինքնուրույն, հիմնվելով նախապես մշակված մարտավարության վրա։ Կարևոր դեր ունի իրանական աշխարհազորի զանգվածային մոբիլիզացիան, ներքին անվտանգության ապահովման, բնակավայրերի ցամաքային պաշտպանության եւ երկարատև դիմադրության նպատակով պատերազմի ձգձգումը եւ դրան համընդգրկուն ու հյուծիչ բնույթ հաղորդելը համարվում է կարևորագույն բաղադրիչ, քանի որ ծրագրված է, որ երկրի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել այն հաշվարկով, որ նույնիսկ ռազմական գերակայություն ունեցող հակառակորդը
ժողովուրդը քաղաքական եւ տնտեսական առումներով կբախվի լրջագույն ռիսկերի եւ անլուծելի խնդիրների, ամփոփում է իր անագետը։ Ֆրիդա Ղազարյան, Վազգեն Հովհաննիսյան, TV News։